Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը փոխանցվել է Հայաստանին, թեմայի մասին ենք խոսելու տաղավարում, այստեղ է ներքին գործերի նախարարը։ Տիկին Սարգսյան, փաստորեն 74 կետանոց հստակ պահանջներով փաստաթուղթը այլևս կառավարության սեղանին է, ինչ է ուզում Եվրամիությունը մեզանից։ Նախ ասեմ, որ Եվրոպական միության հետ մենք բավական ակտիվ երկխոսություն ենք ունեցել եւ նաեւ կարեւոր է այն հանգամանքը, որ այս պայմանությամբ Հայաստանը միակ պետությունն է, որի հետ բաց երկխոսություն ունի Եվրոպական միությունը վիզաների ազատականացման հարցի շուրջ եւ ունենալով երկու առաքելություններ մենք ի վերջո նոյեմբերի 5-ին ստացել ենք գործողությունների ծրագիրը, ես որպես հայկական կողմի գլխավոր բանակցող ստացել եմ այս փաստաթուղթը եւ կարեւորում եմ այն հանգամանքը, որ ըստ էության Եվրոպական կողմը այս գործողությունների ծրագրում նախատեսել է միջոցառումներ, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության բարեփոխումների օրակարգում են։ Այսինքն հարցեր, որոնց արդեն անդրադարձել է կառավարությունը, հարցեր, որոնք այս պայմանությամբ կառավարության քննարկման օրակարգում են գտնվում եւ հարցեր, որոնք իդենտիֆիկացրել ենք որպես խնդիր եւ որոշել ենք, որ պիտի գնանք դրանց լուծման ճանապարհով։ Այս իմաստով նորություն կառավարության համար չկա։ Նորություն կառավարության համար այս փաստաթղթում չկա, որովհետեւ այնպիսի թեմաներ են շոշափվում, ինչպիսիք օրինակ, փաստաթղթերի անվտանգությունն է, հատկապես բիոմետրիկ համակարգի ներդրումն է նախատեսված այս ծրագրի շրջանակներում, ունենք բլոկ, որը վերաբերում է միգրացիոն համապարփակ կառավարմանը, ապաստանի հարցերին, սահմանների համալիր կառավարմանը, հասարակական կարգի եւ անվտանգության ապահովմանը, հանցավորության դեմ պայքար, հատկապես կազմակերպված հանցավորության մասին է խոսքը, նկատի ունեմ թրաֆիկինգ, փողերի լվացում, կոռուպցիոնալ դրսևորումներ եւ այսպես շարունակ, եւ մյուս կարեւորագույն բլոկը հիմնականում հիմնարար իրավունքներին եւ ազատություններին է վերաբերում։ Հիմա եթե պայմանականորեն անդրադառնամ փաստաթղթերի անվտանգությանը եւ ներկայացնեմ, թե ինչու եմ ասում, որ սա նորություն չէ Հայաստանի Հանրապետության համար, որովհետև տարիներ շարունակ մենք ախտորոշել ենք այս խնդիրը, որ երբ որ խոսում ենք անձի ինքնության մասին, մենք չունենք այնպիսի համակարգ, որի դեպքում կարող ենք վստահ ասել, որ այս կամ այն անուն ազգանունով անձի հետ կապված պետությունը տիրապետում է անհրաժեշտ ինֆորմացիային եւ վստահ լինենք, որ այս տվյալներով կեղծիք որպես այդպիսին ինքնության տեղի չի ունենա։ Սա է պատճառը, որ մենք բավական երկար, մանրակրկիտ կերպով ուսումնասիրել ենք այս ոլորտը եւ ի վերջո մենք ունեցել ենք կնքված պայմանագիր բիոմետրիկ համակարգի ներդրման ուղղությամբ ֆրանսիական գործընկերոջ հետ, նա հիմնադրել է այստեղ HiPass բաժնետիրական ընկերությունը, որն այս գործողություններ վրա, այո, այս պայմանությամբ մենք իդենտիֆիկացրել ենք 24 տարածքային գրասենյակներ, որոնք որ պիտի կառուցվեն կամ վերազինվեն, ընդ որում լիովին նոր դիզայնով, նոր մոդելով, որպեսզի մեր քաղաքացիները իրականում տարբերությունը զգան ակնհայտորեն։ Այսինքն, երբ որ մենք մտնենք այդ նոր գրասենյակները, կփաստենք, որ սա որևէ աղերս չունի գործող անձնագրային որևէ գրասենյակի ընդհանուր արտաքին նկարագրի հետ։ Բայց սա հարցի, այսպես ասեմ, էսթետիկ կողմն է։ Գանք հարցի բովանդակային կողմի, որովհետև իրականում այս համար կարևոր է, որ այս փաստաթղթերը լինեն կայուն անվտանգային փաստաթղթեր մեր երկրի համար եւ երբ որ որևէ այլ պետության հետ մեր քաղաքացին հարաբերակցվի, տվյալ պետությունը եւս վստահ լինի, որ Հայաստանի Հանրապետությունը տվել է, թողարկել է այնպիսի փաստաթուղթ, որին կարելի է վստահել եւ որի տվյալներն իրականում արժանահավատ են տվյալ պետության հետ հարաբերվելիս։ 26 թվականի երկրորդ կիսամյակին արդեն ամբողջովին այս համակարգը ներդրած կունենանք եւ մեր քաղաքացիները կստանան բիոմետրիկ անձնագրեր եւ նույնականացման քարտեր։ Տեսեք, երբ որ ես ասում եմ, որ սա նորություն չէ, եւ մենք հետեւողականորեն իրականացնում ենք այս միջոցառումը, հենց սա վառապացույցն է նրան, որ արդեն 26 թվականի երկրորդ կիսամյակին կարելի է ասել այս բաղադրիչը ամբողջովին կունենանք կատարված։ Դե ենթադրում եմ 74 կետերի մեջ պահանջներ են ոչ միայն ներքին գործերի նախարարությունից։ Տեսեք, մենք ունենք բազմաբաղադրիչ, այսպես ասեմ, հենանիշներ, որտեղ որ այլ նախարարություններ, այլ գերատեսչություններ եւս անելիք ունեն, բայց կարևորում եմ այն հանգամանքը, որ կառավարությունը հստակ արձանագրել է, որ սա առաջնահերթություն է, գործողությունների ծրագրի կատարումը պիտի լինի մեր առաջնային օրակարգում եւ գերատեսչությունների համակարգումն այս պայմանությամբ աշխատանքի իրականացվում է ներքին գործերի նախարարության կողմից եւ մենք գործընկերների հետ պատրաստական ենք ներդնելու առավելագույն ջանքը, որպեսզի բոլոր հենանիշները նվաճված լինեն։ Ընդ որում նորից եմ ուզում շեշտել, որ ոչ միայն ներքին գործերի նախարարության մասով, այլև այլ գերատեսչությունների մասով եւս աշխատանքները ընթացքի մեջ են գտնվում։ Օրինակ, երբ որ խոսում ենք միգրացիոն հոսքերի մասին, կարող եք ուղղակի կապ չտեսնել առողջության համընդհանուր ապահովագրության կոնտեքստի հետ, բայց շատ կարևոր է այն հանգամանքը, որ եվրոպական կողմը եւս ցանկանում է վստահ լինել, որ երբ որ վիզաների ազատականացում ի վերջո կունենանք, անձինք չեն մուտք գործի Եվրոպական միություն եւ մնան այնտեղ, օգտվելով այս կամ այն առողջության
ապահովագրության ծրագրից, որն այս պայմանությամբ օրինակ հասանելի չէ Հայաստանի Հանրապետությունում։ Այս համակարգի ներդրումն է նաև նպաստելու, որ մենք միգրացիոն հոսքերի տեսանկյունից եւս վստահելի պետություն հանդիսանանք եւ Եվրոպական միության գործընկերները չմտածեն, որ օրինակ որևէ հիվանդության բուժման նպատակով է, որ անձը մուտք է գործելու Եվրոպական միության ընդհանուր տարածք։ Եվ այսպես շարունակ, բազմաթիվ են այն ուղղությունները, որոնցով որ կառավարությունն ունի ահռելի աշխատանք կատարված եւ իհարկե ունենք դեռևս բավական լայն դաշտ աշխատանքի, բայց վստահեցնում եմ, որ սկզբունքային մոտեցումները ֆիքսված են։ Կարևոր է այն հանգամանքը, որ մենք այս գործողությունների ծրագիրը համարում ենք կառավարության բարեփոխումների օրակարգի մաս, այլ ոչ որևէ ձևով թելադրանք Եվրոպական միության գործընկերների կողմից, որովհետև եթե մենք հաշտ չլինենք ընդհանուր բովանդակության հետ, շատ դժվար կլինի իմպլեմենտացումը։ Ասեմ, որ արդեն դեկտեմբերի 2-րդ հատվածում մենք ունենանք առաքելություն, որի շրջանակներում արդեն գործընկերները կսկսեն գնահատել իրականացման մակարդակագործողությունների ծրագրի։ Նշեմ նաև, որ առաջին փուլում գնահատվելու է քաղաքականության մշակման բլոկը եւ օրենսդրությունը, այսինքն օրինակ նայելու ենք բիոմետրիկ համակարգի ներդրման ուղղությամբ կա արդյոք ռելևանտ օրենսդրությունը տեղում, մշակված են սկզբունքները թե ոչ, բայց նույն օրինակով փաստեմ, որ ընդհանուր մենք մոտեցել ենք այդ թվում երկրորդ գնահատմանը, որովհետև երբ որ լինի գնահատումը, գործընկերները կփաստեն, որ նաև պրակտիկ իմպլեմենտացիայի ուղղությամբ ահռելի աշխատանք է կատարվել եւ այսպես բոլոր բլոկներին է հարցս վերաբերում։ Կարծում եմ, որ մեր քաղաքացիները պիտի նախ առաջին հերթին վստահ լինեն, որ կառավարությունը ջանք չի խնայելու, որպեսզի գործողությունների ծրագիրը իրականացվի, որը որ մեր քաղաքացիներին կտա ազատ վիզային ռեժիմ Եվրոպական միության տարածքում, այսպես ասեմ, շարժվելու տեսանկյունից։ Անշուշտ քաղաքացիների թիվ 1 հետաքրքրող հարցը երբն է, մի քիչ վախենում եմ այդ հարցը, որպես այդպեսին ուղիղ ձևակերպել, բայց փորձենք հասկանալ մեզ այդ համադրելի երկրները այս ճանապարհը ինչ ժամկետներում են անցել։ Տեսեք, ես խոսքը սկսեցի այն մտքով, որ մենք ամենաարագն ենք հասել գործողությունների ծրագրի ստացմանը, ի տարբերություն մեր մյուս գործընկեր պետությունների, որոնք այս փուլում են գտնվում։ Սա իհարկե լավ ազդակ է մեզ համար, որովհետև սա նաև ցույց է տալիս երկկողմ վստահությունը այս process-ի տեսանկյունից, եւ պիտի փաստեմ, որ գնդակը այս պայմանությամբ Հայաստանի Հանրապետության դաշտում է, թեկուզ եք այսպես ձևակերպեմ, որովհետև երբ որ դու որպես պետություն ունես գործողությունների ծրագիրը, ակնհայտ է, որ պիտի հետևողականորեն բոլոր կետերը իրականացնես։ Մենք այն համոզմանն ենք, որ առօրյա ռեժիմով այս գործողությունների ծրագիրը պիտի լինի մեր օրակարգում, առօրյա ռեժիմով պիտի մենք կարողանանք գործողությունների ծրագրի այս կամ այն կետի իմպլեմենտացմանը միտված քայլ ձեռնարկենք եւ արդեն կարճ ժամանակում ունենանք բոլոր միջոցառումների կատարումը։ Դրան արդեն կհաջորդի եվրոպական կողմի գնահատումը եւ եթե գործընկերները որոշեցին, որ 74 հենանիշային ուղղությունները նվաճված են, ապա կունենանք 73 անենք։ Պիտի լինի ամբողջական։ Հասկացա։ Վիզաների ազատականացում քաղաքացիների մոտ այսպես երբեմն նաև թյուր ակնկալիքներ կան։ Ինչ է տալու մեզ այս գործողությունների փաթեթով բոլոր կետերը անցնելը եւ ի վերջո լավագույն ու լավատեսական գնահատականներով ստանալ այդ թույլտվությունը։ Տեսեք, ես կուզենայի երկու բլոկի բաժանել մեր քաղաքացիների համար նախատեսված օգուտները, հա, այս process-ի։ Առաջինը եւ ամենակարևորը, ես դա եմ համարում առաջնահերթ, որ մենք մի շարք ոլորտներում ունենալու ենք մոդեռն լուծումներ։ Մեր քաղաքացիների կյանքի որակը էականորեն պիտի փոփոխվի այս գործողությունների կատարման արդյունքում։ Անկախ ճանապարհորդությունից, որովհետեւ ես եթե վստահ եմ, որ իմ ինքնությունը որևէ ձևով հնարավոր չի լինի կեղծել, ես ապահովագրված եմ մի շարք մարտահրավերներից։ Եթե ես գիտեմ, որ իմ պետությունը տալիս է առողջության համընդհանուր ապահովագրություն, ես վստահ եմ, որ եթե լինի որևէ առողջական խնդիր, ապա տեղում կարող եմ լուծել այդ առողջական խնդիրը եւ հույսս չակերտավոր չդնեմ մեկ այլ պետությանը նրա, այսպես ասեմ, աջակցությանը։ Եթե ես օրինակ վստահ եմ, որ եթե խտրականության հիմքով որևէ խախտում լինի Հայաստանի Հանրապետությունում եւ պետությունը ունենա օրենսդրական ճիշտ լծակներ դա կարգավորելու համար, ուրեմն ես կրկին ապահով անվտանգ միջավայրում եմ գործում Հայաստանի Հանրապետությունում։ Սրանք ինձ համար գոնե թե ամենակարևոր օգուտներն են այս process-ի։ Եվ երկրորդը, որ սրա արդյունքում մենք այո մեր քաղաքացիների համար կունենանք ավելի մոբիլ ճանապարհորդության հնարավորություն դեպի Եվրոպական միության տարբեր պետություններ եւ այն վիճակը, որ այս պայմանությամբ կա, հա, մի քանի օրվա համար, մի քանի ամիս հերթեր, տարբեր փաստաթղթերի հավաքագրումներ եւ այսպես շարունակ մեր քաղաքացիներն այս process-ի շրջանակներում կկարողանան ստանալ վիզայի շատ կարեւոր հնարավորություն։ Տիկին Սարգսյան, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։